Արդեն 50 օր է, ինչ ես շաքար ու խմոր չեմ ուտում ու այդ առիթով ինձ պարգևատրել եմ իմ իսկ թխած տորթով, որի մեջ ոչ շաքար կա, ոչ խմոր, իսկ մոմը հաղթանակի կապակցությամբ է։ Մենք պետք է կարողանանք մեր մեծ ու փոքր հաղթանակները մշտապես նշել, որպեսզի էլի ուզենանք հաղթել ու էլի զգալ հաղթանակի իրական քաղցր համը ու ոչ թե շաքարով քաղցրացված տարբերակը։ 50 օրը իսկապես բավականաչափ երկար ժամանակ է որևէ նախաձեռնություն կյանքի կոչելու համար։ Առաջին դժվար կանգառը 21-րդ օրն էր, որովհետև եթե ինչ-որ բան 21 օր շարունակ անում ես, դրանից հետո անպայման ուզում ես պահպանել ձեռքբերումդ ու ավելացնել։ Իսկ երբ արդեն 50 օր է, ինչ որոշումդ անխափան պահում ես, այդ ժամանակ քեզ շատ ավելի լավ ես զգում ու մի տեսակ մեջդ ներսումը դառնում է հաղթողի ոգին։ Օրինակ մեծ պահքի շրջանում, որը տևում է 7 շաբաթ, 49 օր, մանավանդ վերջին օրերին ամեն ինչ մի քիչ ավելի բարդ է դառնում, որովհետև օրգանիզմը թյուծված է լինում ու սպասում ես, որ պահքից դուրս գալուց հետո կարողանաս կարգավորել սննդակարգդ, իսկ այս օրերին, այս 50 օրերի ընթացքում ես անընդհատ համոզվել եմ, որ որոշումս ճիշտ է ու պետք է շարունակեմ ու անհրաժեշտ է ոչ թե դուրս գալ դրանից, այլ դա մեծացնել, ավելացնել, որպեսզի դու քեզ շատ ավելի լավ զգաս, ավելի բարձր կենսաուժ ունենաս, ավելի առողջ լինես եւ բարեկեցությանդ մեջ ավելի հիմնավոր լինես ու վստահ լինես, որ ինքնախնամքը իսկապես լավ արդյունք է տալիս։ Էնպես որ, եթե դուք եւս ուզում եք առողջացնել ձեր կենսակերպը, սկսեք ինչ-որ բանից ու անպայման ավելացրեք։ Դա նման է սար բարձրանալուն։ Երբ մի քիչ ես բարձրանում, մտածում ես դեռ երկար ճանապարհ կա, բայց երբ մի քիչ ավել ես բարձրանում ու նայում ես ու տեսնում ես, թե ինչքան աշխատանք ես տարել, ինչքան ես արդեն բարձրացել, ուզում ես ավելի ու ավելի, ուզում ես բարձրանալ, որովհետև երբ արդյունքը երևում է արդեն, դու քեզ մի տեսակ ավելի լավ ես զգում, ավելի պայծառ ես զգում ու ամենակարևորը հաղթող ես զգում։ Իսկ հաղթանակը իսկապես քաղցր բան է։ Դուք էլ գնացեք ձեր հաղթանակի հետևից ու մեկնաբանության հատվածում անպայման գրեք, թե ինչից եք ուզում սկսել կամ գրեք, թե ինչով եք ուզում, որպեսզի ես ձեզ օգնեմ, ձեր կողքին լինեմ, որ միասին այդ ճանապարհն ավելի հարթ անցնենք։ Սիրով կմիանամ այդ նախաձեռնությանը։ Ընկերություն։ Առողջ ապրել ինքնախնամք է, խաղաղ ապրել բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին,